Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին շարունակելու ենք քննարկել Մերձավոր Արևելքում Թուրքիայի եւ Իսրայելի միջև ել ավելի լարվող իրավիճակը, որովհետեւ նորություններ կան այս ուղղությունով, դուք տեսնում եք, որ Մերձավոր Արևելքում կարելի է ասել իրադարձությունները շատ են ակտիվացել, մենք վերջերս շատ լուրջ քննարկումներ ձեր հետ կազմակերպեցինք մի շարք, որոնք վերաբերվում են մի քանի հարցերի, դա կլիներ Իսրայել, Կիպրոս եւ Հունաստան հարաբերություններ, դա կլիներ Թուրքիայի ակտիվացումը Սիրիայում քրդերի ուղղությունով, դա կլիներ Թուրքիայի ակտիվացումը Լիբանանում, եւ հիմա մենք արդեն ստիպված ենք ձեր հետ միասին քննարկել նոր հոդվածը, տարբեր իսրայելական պարբերականները քննարկում են հետախուզական տվյալները, որը հայտնի են դարել եւ հիմա վերլուծական շրջաններն էլ ակտիվ դա քննարկում են։ Մենք հիմա ձեր հետ միասին նաեւ կքննարկենք եւ կհասկանանք, թե ինչու մասն է խոսքը։ Առաջի հերթին ես կոչ եմ անում ձեզ եւ հորդորում եմ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվեք ալիքին, դուք կարող եք նաեւ աջակցել ալիքին անդամակցելով ցանկության դեպքում արևմուտքում գտնվող մեր հայրենակիցները, ինչպես նաեւ նկարագրությունում նշված հնարավորությունների միջոցով։ Ըստ հետախուզական տվյալների Թուրքիան փորձել է եւ հետաքրքիր է, որ իսրայելական կողմը չի ասում, որ կարողացել է, ասում է փորձել է։ Ինչ է տեղի ունեցել, մենք չգիտենք դեռ, չեն ասում, բայց փորձել է հակաօդային պաշտպանության համակարգների կայաններ տեղակայել Սիրիայի տարածքում։ Նրա համար, որ կարողանա ֆիքսել իսրայելական օդային ուժերի տեղաշարժը այդտեղ։ Եվ սա հիմա լուրջ սկանդալի պատճառ է դարել իսրայելական պարբերականներում եւ ԶԼՄ-ներում առհասարակ, որովհետեւ Իսրայելը իր գործունեության համար կլինի դա Իրանի ուղղությունով հարվածների, իսկ մենք ձեր հետ միասին վերջերս խոսեցինք, հարգելի հայրենակիցներ, որ Իրանի ուղղությունով նոր պատերազմ է պլանավորված, նաեւ տեղյակ ձեզ պետք է պահեմ, որ այսօր հետաքրքիր հայտարարություն արեց Թուրքիան, եւ Թուրքիան եւ Ադրբեջանը տարբեր խաղ են խաղում Իրանի հետ։ Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովներից մեկի ղեկավարը հայտարարեց, որ Իրանի անվտանգությունը դա Թուրքիայի անվտանգությունն է եւ հակառակը։ Դա նշանակում է, որ Թուրքիան հասկանում է, եթե ընկնի Իրանը, ապա Իսրայելը էլ ավելի հզորանալու է տարածաշրջանում եւ Թուրքիան մենակով չկարողանա զսպել Իսրայելի հնարավորությունները։ Եթե Թուրքիան դիտարկում է Իսրայելի հետ պատերազմը, ապա Թուրքիային նաեւ Իրանը պետք է այդ գործընթացներում ինչպես այսպես ասենք հարվածային հնարավորություն, միևնույն ժամանակ Թուրքիայի համար կենսական է, որ ամեն դեպքում չպարտվի Թուրքիան պատերազմում Իսրայելի հետ, բայց ոչ էլ Իրանը հաղթի։ Դա շատ կարևոր է, որ Թուրքիան է ուզում հաղթել։ Դա նշանակում է, որ Թուրքիան պետք է այնպես անի, որ Իրանը միևնույն ժամանակ չհաղթի, բայց ոչ էլ պարտվի։ Եվ Թուրքիան հաղթի, բայց Իրանը լինի, ինչպես նաև ուղղություն, որը կքաշի ուշադրությունը Իսրայելի։ Հիմա Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ մտահոգված է այս փաստով, որովհետև եթե Սիրիայի տարածքում լինեն այսպիսի հակաօդային պաշտպանության համակարգներ թուրքական, ապա փաստացի իսրայելական օդուժը ֆիքսվելու է միջև հարվածներ հասցնի Իրանին։ Սա կտա հնարավորություն, որ ուրեմն Իրանը նախօրոք գիտենա հարվածների մասին 10 րոպե առաջ գոնե, դա բավարար է, 10-15 րոպեն բավարար է, որ տագնապ հայտարարվի եւ բոլոր գլխավոր կետերից պահկվեն տարբեր տեղերում եւ նույնիսկ կարող է ավել պետք լինի, ոչ թե 15 րոպե, նայած որ հատվածից միջև որ հատված, եւ դա նշանակում է, որ հենց մտնեն Սիրիայի տարածք, եթե տեղյակ պահեն Իրանին, միջև Իրան հասնեն, կարող է մի 20-ից 20 րոպե պետք լինի կամ ավել։ Հասկանում եք, հա, ինչքան ժամանակի մասն է խոսքը, դա լուրջ հնարավորություն է, որ Իրանը կարողանա իր շահերը պաշտպանել։ Բացի դրանից, սա կարա նաև խոցելի դարձնի իսրայելական օդուժը։ Եվ նաև սա նշանակում է իսրայելական օդուժի պոտենցիալ սահմանափակում Սիրիայի հետ որևէ հակամարտությունում սիրիական զորքերի,
որովհետև հանգիստ հիմա Սիրիայի օդում ինչ ուզում անում են իսրայելական օդային ուժերը, բայց սա նաև նշանակում է, որ թուրքական ռազմական ենթակառուցվածքները, այսպիսի ռազմական տերմինոլոգիա կա, բառապաշար, որ մի քայլ առաջ են գալի։ Եվ եթե նախկինում մենք ունենք տվյալներ դրա մասին, որ Սիրիայում պայմանավորվածություն կա, որովհետև Իսրայելը հարվածներ էր հասցրել կենտրոնական Սիրիայի օդանավակայաններին, որ թուրքերը կարող են լինել միայն Սիրիայի հյուսիսում, հրեաները Սիրիայի հարավում, կենտրոնում ոչ ոք չկա։ Հիմա թուրքերը իհարկե փորձելու են հասնել մինչև կենտրոն։ Ուստի իմ պատկերացումով խոսք է գնում, որ իրանք հյուսիսից խորացել են մինչև կենտրոնական հատված։ Եվ ես կարծում եմ, խորամանկ բան են թուրքերը արել։ Քրդերի այս թեման օգտագործելով, որի մասին ձեր հետ խոսել ենք, եւ քրդերի այդ ուղղությամբ իբրև չէ, հարվածներ պատրաստում են, պատերազմ պատրաստում են եւ գործընթացը սկսվել է դրա օգտագործման այդ թեզի զինված ուժերի մուտքի զուգահեռ մցրել են հակաօդային պաշտպանության համակարգներ եւ այնտեղ պատրաստում են ֆիքսել եւ փաստի առաջ դնեն հրեաներին։ Հիմա հետաքրքիրը, որ այս հոդվածները ասում են, որ ուզում էր անել վերջերս։ Սա հետաքրքիր է, վերջերս երևի վերջի շաբաթվա մասն է խոսքը, ոնց հասկանում եմ ես ընդհանուր մթնոլորտից իրանց վերլուծական շրջաններում։ Հիմա մեկ շաբաթվա ընթացքում այս քրդերի թեման էր, ուստի զուգահեռ դրա է տեղի ունենում։ Էդ էլ հասկացանք, բայց ուզում էր անել, ապա չի արել։ Հիմա հարց, ինչ է խանգարել, որ անի։ Դա չգիտենք, հրեական կողմը դեռ որևէ հայտարարություն հստակ չի անում, թե ինչն է խանգարել եւ ոնց է խանգարել, բայց ես ենթադրում եմ, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցրել։ Չեմ ասում միանգամից թուրքական զորքերին, բայց կարա ռազմակայաններին, որտեղ որ իրանք պետքա տեղակայվեին։ Մենք մոտակա օրերի ընթացքում կարծում եմ սրա տեղեկատվությունը կստանանք, բայց առհասարակ դուք տենում եք շատ է թեժանում իրավիճակը Սիրիայում, արդեն լրջորեն, օդում նաև եթե գործում են իսրայելական օդուժը, իսկ գործում է, սա նշանակում է, որ այս հատկապես Իսրայել, Կիպրոս, Հունաստան այս դաշինքի ձևավորման զուգահեռ, որի մասին մենք մանրամասն ձեր հետ խոսեցինք, մենք տեսնում ենք, հարգելի հայրենակիցներ, որ փաստացի Սիրիան եւ Իսրայելը, Թուրքիան եւ Իսրայելը, կներեք, արդեն տարածաշրջանում բաժանում են գոտիները եւ ռազմավարական քայլեր են անում իրար ուղղությամբ։ Շախմատի նման բան է։ Իսրայելը քայլ արեց Կիպրոս, Հունաստան, Թուրքիան միջև այդ քայլեր արեց Սիրիա, հիմա քայլ անում Լիբանան եւ քրդերի ուղղությունով պատրաստում է հարված, դրուզերի ուղղությունը մնում է ակտիվ, տեսնենք ինչ կլինի։ Թուրքերը հյուսային Կիպրոսում 3 անգամ զորքեր են ավելացրել։ Եթե թուրքերը գան հյուսային Կիպրոսի հարվածեն հարավային Կիպրոսին, Իսրայելը պետք է խառնվի պատերազմի մեջ։ Եթե Իսրայելը խառնվում է պատերազմի մեջ, մենք Կիպրոսում ստանում ենք պատերազմ։ Մենք Կիպրոսում ստանում ենք պատերազմ, որի մեջ արդեն մտնում է Իսրայելը եւ Հունաստանը։ Ինչու Կիպրոսում, որովհետեւ Իսրայելը եւ Հունաստանը կապող երկու գլխավոր այդ պետությունը կապող միակ հիմնասյուն կա տարածաշրջանում, դա Կիպրոսն է։ Առանց Կիպրոս շատ հեռու են Իսրայելը եւ Հունաստանը իրարից։ Լոգիստիկ առումով իրանց հենց Կիպրոսն է պետք, ինչպես մեջտեղում գտնվող այդպիսի տարածք։ Եթե թուրքական կողմը հյուսային Կիպրոսի միջոցով այսպիսի ռազմական գործողություններ նախատեսի, 3 օրվա ընթացքում ըստ հետախուզական տվյալների կարող է գրավել ամբողջ Կիպրոսը։ 3 օրում պետք է իսրայելական եւ հունական ուժերը հասցնեն հակահարված հասցնել։ Զուգահեռ դրա Միացյալ Նահանգների զորքերը գտնվում են տարածաշրջանում, շատ տեղերում, այդ թվում ավիակիրը, որը երկար ժամանակ է Հունաստանում է գտնվում, շարունակում է գտնվել Հունաստանում իմ տվյալներով, որը բաց աղբյուրներից կա։ Ես կարծում եմ Միացյալ Նահանգներն էլ կսկսեն ներգրավել այդ գործընթացի մեջ։ Հիմա հարց, ինչ է պետք այդպիսի գործողություններ սկսելուն պատճառ։ Մենք այս պայծրությամբ պատճառ չունենք։ Պետք է ենթադրել, որ ինչ որ ապագայում կարա թուրքերը, հիշում եք, Ղարաբաղում էլ ինչքան ուզում ես պատճառ էին ստեղծում կեղծ,
Կարան պատճառ ստեղծել կեղծ, չգիտեմ, ինչ ուզես, տեխնիկական, ինչ որ մեկի սպանություն, ինչ որ միտեղ պայթյուն, ինչ որ միտեղ սահման հատել, ինչ որ միտեղ կրակոց, իբրև եւ այլն, մի խոսքով կարող է այս գործողությունները սկսվի։ Զուգահեռ դրա հասկանալի է, որ քուրդերի հարցը անպայման օրակարգում է լինելու եւ մենք փաստացի մոտակա շաբաթների ընթացքում հանգուցալուծում ինչ որ առումով կտեսնենք եւ այդտեղ իհարկե կարեւոր է ինչ կանեն Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, կթողնեն քուրդերին, թե չեն թողնի միայնակ թուրքերի արչեւ, դա կարեւոր հարց է, դրուզերի հարցը կարա նաեւ օրակարգ հետ գա եւ մենք պետք է ուշադիր լինենք նաեւ այդ ուղղությունով։ Լիբանանի հետ հետաքրքիր է, որովհետեւ նախագահ Ռեջեփ Տայիպ Էրդողանը խոսել է Լիբանանի նախագահի հետ, ասել է, որ մենք միշտ աջակցել ենք Լիբանանին, օգնել ենք, օգնելու ենք, ձեր կողքն ենք, մի խոսքով թարգմանեմ ձեր համար, մի նայեք դեպի հрьяաներ, մեր հույսը ունեցեք, մենք ձեր կողքին ենք, դուք մեզ պետք եք, մենք ձեզ պետք ենք, հрьяաների դեմ ենք միասին լինելու։ Սենց թարգմանում եմ ձեզ, էլի ուղղակի իր մոտավորապես տրամաբանությունը, Լիբանանը այդքան խելացի են, կա այդ մոմենտը, որովհետև այդ պահը, որովհետև Լիբանանի ղեկավարը հիմա զինվորական է, գեներալ է, հասկանում է, որ շատ բարդ իրավիճակի մեջ հայտնվել է, այս կողմից թուրքերը, այն կողմից հрьяաները, երկուսը իրար դեմ են հիմա, ու իրանք ուդեղ են մեջտեղում են, ասում են, մենք ինչ կապ ունենք, ոչինչ կապ, անմիջապես կապ։ Հարցը նրանում է, որ մեջտեղում հայտնվելը բարդ իրավիճակ է։ Բացի դրանից նոր տեղեկատվություն եղավ, որ Լիբանանում սպանել են հрьяաները հարվածի հետևանքում Քուդսի զորքերի հրամանատարներից մեկին, իրանական։ Իրանի ուղղությունով պայքարում է Իսրայելը շատ ակտիվ, բայց թուրքերն են ակտիվացնելու իրենց գործողությունները, մենակ Իրանի մասին չի խոսքը այստեղ եւ երևի նաև Լիբանանի հետ ուզենան ռազմական համագործակցություն ակտիվացնել թուրքերը։ Բայց Սիրիայում այս հակաօդային պաշտպանության հարցը շատ կարևոր է, հանգուցալուծում պետք է լինի։ Կամ թուրքերը հաղթանակ կտանեն, որ կտեղակայեն այդ հակաօդային պաշտպանությունը, կամ էլ Իսրայելը հաղթանակ կտանի, որ թույլ չի տա տեղադրի։ Մեկը հաղթելու է, մեկը պարտվելու է, ուրիշ տարբերակ չկա այստեղ։ Դες միջին տարբերակ չկա։ Հյուսիսում, ամենահյուսիսում խնդիր չի, որ հակաօդային պաշտպանությունը լինի, որտեղ մեծ տարբերություն չկա հիմա Թուրքիայի սահմանից 20 կիլոմետր այն կողմ կեղնի, թե 20 կիլոմետր այս կողմ, մեծ տարբերություն չկա, բայց արդեն 100, 200, 300 կիլոմետր խորքում թուրքական սահմանից դա շատ մեծ տարբերություն է տալի, հատկապես Իսրայելը։ Էն էլ Իսրայելը նախատեսում է ռազմական գործողություններ Իրանի հետ։ Եթե այս քայլը անի, ու զուգահեռ նրա ես ձեզ արդեն ասացի, որ Ռեջեփ Տայիպ Էրդողանը մոտակա շաբաթների ընթացքում պլանավորում է այց Իրան, ապա ենթադրում եմ, որ Թուրքիան եւ Իրանը ուզում են միասնական բանակցություններ վարել, այն առումով, հարգելի հայրենակիցներ, որ Իսրայելի դեմ ինչ որ գործողություններում ներառվեն միասին, այսինքն Թուրքիան օգնի կանխել Իրանի դեմ հարվածը, որը պետքա կազմակերպի Իսրայելը Սիրիայի օդային տարածքի շնորհիվ, որտեղ որ այս պահին օդային տարածքը մաքուր է, բայց եթե թուրքերը հակաօդային պաշտպանություն այդտեղ ներառեն, նույնիսկ եթե սիրիացիքին տան, սիրիացիք կարող է կիրառեն թուրքական հակաօդային պաշտպանություն եւ ասեն ինչ, թուրքերը ինչ կապ ունեն դրա հետ։ Մենք սիրիացիք ենք, Սիրիայի օդը մերն է, դուք խախտում եք մեր օդային տարածքը, իսրայելցիք այսինքն, մենք էլ հարվածում ենք։ Հասկանում եք, Սիրիան է լինելու պատերազմ սկսողներից մեկը, ինչպես Կվիպրոսը, բայց իրականում ինչ Կվիպրոս, ինչ Սիրիա, պատերազմը սկսելու Թուրքիան եւ Իսրայելը ուղիղ, բայց պրոքսիների միջոցով։ Եվ մենք այս իրավիճակով ենք մուտք գործում 2026 թվական։ Մերձավոր Արևելքում այնպիսի լարվածություն է, որը երկար ժամանակ է չի եղել։ Բայց այն լարվածությունը այս պահում նրանում չի, որ բոլորը իրար կրակում են։ Լարվածությունը նրանում է, որ բոլորը պատրաստվում են իրար կրակել։ Եվ մենք չենք կարող դա ուշադրությունից դուրս թողնել։ Հարգելի հայրենակիցներ, կարծում եմ մեր այս վերլուծությունը շատ թանկագին բան է, որովհետև տեսեք, մեր մոտավորապես 5-6 վերլուծությունը, որը մենք քննարկեցինք վերջերս, հիմա բերում է այս մի վերլուծությանը, ամփոփում է այս վերլուծությունը 5-6 վերլուծությունը, միավորում է միասին։ Տեսեք, մենք կարողանում ենք ձեր հետ միասին ամբողջ քարտեզը տեսնել եւ պատկերացնել իրադարձությունները եւ այլն, կապը եւ հետևանքները։ Հիմա Հայաստանը ինչ կարող է այստեղից անել։ Ես եւս մեկ անգամ կրկնեմ, այն երրակողմ դաշինքի մեջ մտնելու մասին խոսք չի գնում։
դա տրամաբանական չէ, դաշինքը միջերկրական ծովի արևելյան հատվածի մասին է, մենք այնտեղ չկանք։ Առնվազն Կիլիկյան հայկական պետություն գոյություն չունի, եղել է մի ժամանակ, ունեցել է եւ արևելյան միջերկրական ծովում մենք էլ էինք ներկա, այդ իրավիճակում կարող էինք մի բան անել։ Հիմա այդպիսի մենք պետություն չունենք, ուստի տրամաբանականը, որ այդ դաշինքի մեջ մենք չենք մտնում, բայց մենք այդ դաշինքը կարող ենք մեր շահերի համար օգտագործենք, որովհետեւ եթե բոլորը հասկանան, որ հզոր Հայաստանը նշանակում է Թուրքիայի ուշադրությունը եւ Ադրբեջանի նաեւ շեղում մի փոքր առնվազն այս կողմ, որովհետեւ տարբեր ուշադրությունների մասին է խոսքը, դա կարա ի օգուտ լինի մեզ։ Հիմա դա ոնց է պետք անել։ Դա պետք է անել շատ կոնկրետ Իսրայելի հետ հարաբերությունները խորացնել, այդ թվում ռազմատեխնիկական։ Մենք կարող ենք իսրայելական հակաօդային պաշտպանության ուղղությունով ակտիվ աշխատել։ Մենք կարող ենք գնել իսրայելական հակաօդային պաշտպանությունը։ Մենք կարող ենք գնել իսրայելական տարբեր հարվածային, պաշտպանողական, զինված հնարավորություններ։ Դա պետք է լինի օրակարգում։ Եվ այս իրավիճակում, երբ իրավիճակը ի նպաստ է դառնում մեր արտաքին շահերին, որովհետև մենք Թուրքիայի հետ հիմա հարաբերությունները կառուցում ենք Թուրքիայի սպառնալիքները նվազեցնելու նպատակով, այլ ոչ թե որովհետև մենք որոշել ենք, որ Թուրքիայի հետ միանգամից այսպիսի ընկերական հարաբերություններ պետքա ձևավորենք, դա տրամաբանական է, դրա մասին բոլորը գիտեն, ես նոր բան ընդհանրապես չեմ ասում, նույնը Ադրբեջանի ուղղությունով, ասեմ ձեզ ավելին, իրանք էլ են դրա համար անում, որ իրավիճակը փոխվի, այլ ոչ թե դրա համար, որ Ադրբեջանում կամ Թուրքիայում միանգամից սենց հայ ազգի հանդեպ միայն դրական մթնոլորտ ունեն, այդ քաղաքականություն է, այդ նորմալ է, քաղաքականությունում այդպես է։ Հիմա մենք, եթե ունենք այսպիսի հնարավորություն, որ Հունաստանի, Կիպրոսի եւ Իսրայելի հետ, հատկապես Իսրայելի հետ կարողանանք պահը օգտագործել եւ խորացնել հարաբերությունները, դա պետք է անենք, ինչու՞ չպետք է անենք։ Պետք է անենք, եւ ես հուսով եմ, որ դա կարվի։ Ուստի այս ուղղությունով մենք շարունակելու ենք ուշադիր հետևել եւ ես կարծում եմ մեր աշխատանքները եւս մեկ անգամ ընդգծվում է այս նույն վերլուծությունը ցույց է տալի, ինչքան կարևոր եւ հետաքրքիր է մեր միասնական ձեր հետ միասին աշխատանքը։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։